Մանալի 36-35-ում քվեարկած թերթիկը ցույց են տալիս, նոր են քվեարկում 10 դրոպ 10-20 տեղամասերի հետ կապված պատմությունը երևի արդեն տեղյակ եք, բայց ասեմ Զավրի Փոստանջանի կողմից է ֆիքսվել 114 դպրոցի դիմաց մեքենաներից մեկից տղամարդ է դուրս եկել եւ այդտեղ կանգնած մի խումբ կանանց, ովքեր ըստ ամենայնի Աբովյան քաղաքից են, ամեն մեկին մի թուղթ է տվել, որից հետո այդ կանայք մտել են տեղամաս, Զարուհի Փոստանջանը երբ մտել է տեղամաս, տեսել է, որ դրանք 9-րդ ձևն են, այդ անձնագրին փոխարինող 9-րդ ձևն են, փաստորեն անձնագրային վարչությունները դարձել են հոսքագծով, այսինքն փաթեթներով 9-րդ ձև տվող գրասենյակներ։ 11:34 Շենգավիթի 75-րդ դպրոց մի խումբ մի քանի անգամ մտել է տեղամաս, քվեարկել, կարուսել է գնացել։ Այս մեկը արդեն դեպս լրատվամիջոցներում կա, երբ քաղաքացին մտել է եւ տեսել է, որ իր եղբոր եւ հարսի փոխարեն արդեն քվեարկել են։ Մանալիկ 36-35 կամ 36-36 տեղամասը չկարողացա ճշտեմ այդ բանը ճիշտ ասած, քաղաքացի են բռնել, որը 2 անգամ է քվեարկել, 7-22 տեղամասում վախեցրել են Հակի վստահված անձին եւ նա ստիպված դուրս է եկել։ Հակի մեր գործընկերներին դրա մասին տեղյակ ենք պահել։ Քանաքերավան գյուղում լցոնում է եղել։ Սա այն այսպես ասեմ առանձին դեպքերը, բայց բոլոր տեղերից ըստ էության խոսում են այդ լրացուցիչ ցուցակների մասին ու կարծեք թե լրացուցիչ ցուցակներով մասնակիցների թիվը որոշ տեղամասերում ավելի շատ է լինում, քան սովորական ցուցակներով քաղաքացիների մասնակցությունը։ Համատարած 9-րդ ձև է բաժանվել, այդ 9-րդ ձևով են գալիս, լցոնումներ են տեղի ունենում, իմիջիայլոց ասեմ, 2013 թվականի, 12 թվականի ընտրությունների ժամանակ լցոնումը որպես այդպիսին չկար, վերացել էր։ Հիմա փաստորեն այդ գործիքակազմը նորից վերադարձել է Հայաստանի ընտրական պրակտիկա, նոր մեր ավագ քաղաքացիներից մեկը ասաց, որ Աբովյանի տարածքում բոլոր ըստ էության գյուղերում գյուղապետերի գլխավորությամբ է տեղի ունենում քվեարկությունը եւ առանց, այսպես ասեմ, հետևելու թե ինչ են քվեարկել, քվեարկություն տեղի չի ունենում։ Քաղաքացիներից մեկը հազանգեց, որ օրինակ միտեղ անձնագրերը տալիս են, նոր մտնում են քվեարկության, այսինքն ընտրակաշառքի հետ կապված խնդիրները միանշանակ կան։ Իմիջիայլոց ասեմ, Ազատության ռադիոկայանի լրագրողը նախկինում, որ ասեցի 10:33-ի հետ կապված, կներեք 7:33-ի հետ կապված, գնացել նկարել է, իր ետևից են ընկել, բնականաբար որևէ մեկը չի փորձել պաշտպանել, հանձնաժողովի մեր անդամի հետ նստել է այնքան ժամանակ, մինչև ոստիկանություն են զանգել եւ ոստիկանությունից գնացել են, որ ոստիկանների ուղղությամբ կարողացել է տեղամասից դուրս գալ։ Կարծեք թե արձանագրել է կաշառք տալու պահը։ Եվ ընդհանրապես լրագրողները այսօր ընդհանրապես կարող են կոչվել ոչ թե սովորական լրագրողներ, այլ ռազմաճակատային լրագրողներ, որովհետև որտեղ որ կայքեջը բացում ես լրագրողների հետ կապված
իրենց աշխատանքը տեսնում ես, որ կրիմինալի հետ դեմ հանդիման են դուրս եկել, իսկ կրիմինալը միայն իշխանության հետ է աշխատում, դա ակնհայտ է, եւ ցավոք սրտի մեր ուժային կառույցները չկան այդտեղ։ Ես նորից ազատության ռադիոկայանով նայում եմ, մոտ 15 րոպե լրագրողի աշխատանքը խանգարում են հանրապետական շտաբի դիմաց ու այնքան մարդ կա, որ մտնելու հելնելը այդ պարզ է, որ ընտրակաշարքի բաժանման գործընթացին, բայց որևէ ոստիկան այդ ժամանակահատվածում այդպես էլ չերևաց։ Իհարկե վրան, երբ որ դնում ես ասֆալտին, միանգամից հայտնվում են, կարգը փորձում են պաշտպանել, չգիտես ինչ կարգ, ասֆալտի անմեղությունը, թե մաքրությունը, թե ջինջությունը, բայց նմանատիպ իրավիճակներում չեն գործում, ինչը ակնհայտ է, որ նրանք չեն ստացել, որ համապատասխան ձևով պետք է օրենքը պաշտպանեն։ Մի խոսքով այս պահին սա ունենք, եթե հարցեր կան, խնդրեմ։ Լրագրողների համար ասուլիս է, լրագրողների համար դուք ինֆորմացիա Հարց չունեք, դե մյուսը ժամը 6-ին։ Մի վայրկյան հայտարարություն դիմում ենք դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին։ Այս բեմը մեր ասուլիսների ժամանակ բաց է իրենց նկատած ամրագրած խախտումները ներկայացնելու համար, խնդրեմ կարող են գալ այստեղ եւ արդեն ժամը 18:00-ին, հետո հանրավակը սկսելու պահից 8-ից հետո բարբերաբար գալ եւ ներկայացնել իրենց հայտնաբերած ամրագրած խախտումները եւ չզարմանանք, որ փաստորեն եթե նախկինում մենք գիտեինք, որ Հայաստանում ընտրությունների ժամանակ մահացածները կենդանանում են, իսկ արտագաղթածները վերադառնում, պարզվում է նաև, որ բնակչության թիվը, քաղաքացիների թիվը շեշտակիորեն աճում է նաև։ Սա էլ նկատի ունենանք։ Կրկնում եմ, հրավիրում ենք բոլոր դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին գալ այստեղից եւ ասուլիսի ժամանակ ներկայացնել իրենց նկատած թերությունները։ Մենք այստեղ նկարահանել ենք եւս մեկ դեպք, որը ժամը 6-ին երևի արդեն դուք կհասցնեք տեսնել ինտերնետային լրատվամիջոցներով։ Ընտրատեղամասերից մեկի մոտ սեղան են դրել Սերժ Սարգսյանի նկարով, պետության յուրացված խորհրդանիշով, ցավոք սրտի նաև դրոշն են օգտագործում մեր ազգային եւ մի քանի հաստավիզ հավաքվել են ու սկսել են ուղղորդել ընտրության process-ը եւ հոգեբանորեն ազդել քվեարկողների վրա։ Այդ փաստն էլ ֆիքսվել է, դուք կտեսնեք ինտերնետային լրատվամիջոցներով դա կուղարկենք։ Այսքան է առայժմ։ Այդ հավելյալ ցուցակների հետ կապված մի հատ հետաքրքիր դրվագ պատմեմ Շևչենկոյի դպրոցի տեղամասերից մեկում, ուրեմն հավելյալ ցուցակով ընտրել են բացառապես երիտասարդները, երիտասարդ տղամարդիկ եւ որևէ մեկը չի իմացել, թե որ հասցեում է գրանցված։